Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հենրի եւ բարև ձեզ հիմա ամենակարևոր հարցը։ Լաուրա թե Տիկին։ Լաուրա։ Բարև ձեզ Լաուրա, բարև ձեզ Հենրի, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Մենք շատ ուրախ ենք ձեր այցի համար, համեցեք։ Ինչպես է տրամադրությունը եւ ամենակարևորը Լաուրա, դուք այս պահին պետք է աշխատանքի լինեիք, ինչով է պայմանավորված, որ տանն եք։ Պայմանավորված է նրանով, որ ես շատ եմ սիրում չէին սպասում հաղորդաշարը։ Կարելի ասել մանկության երազանք է եղել չէին սպասում ի հյուր, եւ այսօր երազանքը կատարվում է։ Խնդրել եմ իմ ղեկավարին մնալ այսօր տանը մինչեւ նկարահանման ավարտը եւ հետո միանալ արդեն իմ թիմին։ Շատ շնորհակալություն։ Հենրի, իսկ դու դասի չես արդյոք այսօր։ Դասի, բայց նույնպես մամայի զգացմունքների նման ես էլ էի շատ սիրում այդ հաղորդումը ու այցի պատճառով չգնացի դասի, որի համար շատ գոհ եմ։ Շնորհակալություն, որ զոհել եք այսօրը հանուն մեզ։ Դե, սկսենք ամենասկզբից, Լաուրա։ Գանք արմատներից, հետո հասնենք այսօրվան։ Որտեղից են սերում ձեր արմատները, սա արդյոք ձեր հայրական տունն է եւ այդպիսի մի շարք հարցեր։ Այո, սա իմ հայրական տունն է, ես այստեղ եմ ծնվել մեծացել, ավելի շուտ մի երկու շենք այն կողմ, հետո այն տունը վաճառել ենք ու նորից տեղափոխվել ենք այս տուն, այստեղ ապրել եմ մայրիկիս, հայրիկիս, քույրիկիս հետ, հիմա մեզ միացել է տղաս նաև, մայրիկս, հայրիկս Երևանից են, նրանց մայրիկն ու հայրիկն են Երևանից եղել։ Բնիկ երևանցի եք կարելի ասել։ Շենգավիթից, այն ամենահին թաղամասն է։ Բայց հիմա Շենգավիթում չենք, եթե կարելի է հնչեցնենք որտեղ են գտնում, թե Հիմա գտնվում ենք Նոր-Նորքի 6-րդ զանգվածում։ Շնորհակալություն։ Շենգավիթում հիմա իմ հորաքույրն է գտնվում, այսինքն կապը կա ամեն դեպքում պապայիս այդ արմատների հետ։ Շատ սիրում եմ մեր տունը ու ինձ թվում է մյուս տարի պետքա տեղափոխվենք արդեն նոր բնակարան, իմ բնակարան, բայց ես չեմ պատկերացնում ոնց է դա լինելու, անգամ մտածում եմ չտեղափոխվենք ուղղակի այդ տունը տանք վարձով, մենք շարունակենք ապրել այս տանը։ Ես չգիտեմ մեզ դիտող մարդիկ կհիշեն թե ոչ ձեզ, բայց ես համենայն դեպս հիշում եմ, որ բոլորիս մանկությունը անցել է նաև ձեր թեթև ձեռքով կարելի ասել, որովհետև կար մի հեռուստաընկերություն Հայրենիք TV, որտեղ դուք վարում եք հաղորդում։ Մանկական լուրեր հաղորդումն եմ վարել։ Մանկական լուրեր հաղորդումը, այնուհետև դա խորացավ ձեզ մոտ, բարդություններ առաջացան եւ պրոֆեսիոնալ ամբողջ կյանքի համար դարձավ դա։ Հիմա ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության պետն եմ այս պահին։ Ինչը դա իրենից ներկայացնում։ Ինչ եք անում, որպեսզի մարդիկ ավելի տեղեկացված լինեն ազգային ժողովում տեղի ունեցող թոհու բոհերից։ Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը կարճ եկեք ասեմ լրատվական, որը մեր աշխատանքային անունն է, մենք իրար այդպես ենք ասում, լրատվականում ենք աշխատում։ Ազգային ժողովի լրատվականը ապահովում է այն կապը հասարակության ու ազգային ժողովի հետ, որը թույլ է տալիս մարդկանց իմանալ ինչ է կատարվում ԱԺ-ի ներսում։ Մենք ապաքաղաքական չեզոք կառուցվածքով այդպիսին ենք, ստորաբաժանում ենք ու ընդհանրապես ազգային ժողովի բոլոր ստորաբաժանումները ապաքաղաքական են։ Իհարկե ամեն օր անցնում է քաղաքականության մեջ, բոլորիս ամեն օրը, բայց մեր պարտականությունն է ապահովել ազգային ժողովի բնականon գործունեությունը։ Որպես այդպիսին կարող եմ ասել, որ շատ բարդ վարչություն եմ ես ղեկավարում, համեստ
չհնչի, բայց իսկապես դա այդպես է։ Նախ ամենամեծն է, 40-ից ավել աշխատակից կա այդ վարչությունում ու ուղիղ կապված է այն աշխատանքի հետ, որը դուք տեսնում եք, այսինքն ազգային ժողովի բոլոր ուղիղ հեռարձակումները ապահովում է հենց մեր վարչությունը։ Ես միշտ կատակով ասում եմ իմ գործընկերներին, որ եթե այլ վարչությունների սխալները, իսկ չկա չսխալվող մարդ, ով աշխատում է, ինքը անպայման սխալվում է, մենակ այն մարդիկ չեն սխալվում, ովքեր չեն աշխատում, այն սխալները, որոնք թույլ է տալիս մեր վարչությունը, տեսանելի է բոլորի աչքի առաջ է եւ լրատվամիջոցների եւ հասարակության բոլոր շերտերի, իսկ մյուս վարչությունների սխալները միգուցե միայն տեսնի աշխատակազմի ղեկավարը կամ ազգային ժողովի նախագահը, ու այդ առումով շատ բարդ է ամեն օր գնում եմ գործի այն մտքով, որ հանկարծ այսօր մի սխալ չլինի, բայց փառք Աստծո, այս 7 տարվա մեջ մեծ գլոբալ աշխատանքային լեզվով ասած չեպե չենք ունեցել, չնայած շատ են եղել փոքր-մոքր խնդիրները, որոնք փորձել ենք լուծել իմ թիմի հետ միասին, իսկ իմ թիմում աշխատում են պրոֆեսիոնալ հմուտ մարդիկ, որոնք իմ տարիքի չափ աշխատել են ազգային ժողովում ու դա շատ բարդ է։ Աշխատանքային բարդություններին դեռևս կանդրադառնանք եւ որպեսզի Հենրին չշարունակի հորանջել, շփվենք նաեւ Հենրիի հետ։ Ֆրստում է տղա։ Փրշտում էիր, լավ։ Ֆրստա նորմալ։ Հենրի, դու ինչով ես զբաղվում, ինչպես հասկանում եմ, ֆուտբոլի սիրահար ես եւ դա կարելի է հասկանալ նաեւ թիկունքում գտնվող տարատեսակ առարկաներից։ Այո։ Որտեղ ես խաղում, թե որ թիմին ես երկրպագում արդեն հասկանալի է։ Որ թիմին են երկրպագում, ես, մայրիկս եւ Հենրին։ Երեքով նույնիսկ։ Այո, ընտանիքով։ Ֆուտբոլի սիրահար ես։ Այո։ Դե գնանք քո իրերը սկսենք բացահայտել, համաձայն ես։ Այո։ Հերթով ներկայացրու։ Այո։ Խնդրում եմ։ Նախ ասա, որ թիմում ես խաղում։ Խաղում եմ Փյունիկ ֆուտբոլային ակումբում 2014 թվականների առաջին խմբում ու ամեն ինչ լավ է ընթանում այդ թիմում, սովորում արդեն ու ոչ մի բարդություններ դեռևս չկան։ Ո՞վ է քո ամենասիրելի ֆուտբոլիստը։ Բելինգեմը, Ռեալ Մադրիդի կիսապաշտպան։ Հենրի, այս դեպքում պետք է ասես Հենրիկ Մխիթարյանը, որովհետև դուք անվանակիցներ ենք։ Հիմա նորից։ Հենրի, ով է քո ամենասիրելի ֆուտբոլիստը։ Իմ ամենասիրելի ֆուտբոլիստը դա Հենրիկ Մխիթարյանն է։ Հրաշալի է։ Դե պատմիր քո առարկաների պատմությունը։ Երկու սենց ասած բաժին կա, Ռեալ Մադրիդի ու Փյունիկի։ Սա մեր թիմն է, արդեն շուտվանից ուղղակի մարզիչներն են փոխվում։ Ստեղ ունեմ մեդալներ։ Այո։ Երկու տարի անընդմեջ հաղթել ենք Հայաստանի առաջնությունը։ Իրենց տարիքայինների մասնախոսքը իհարկե դա պաշտոնական չի, բայց այն խաղերը, որոնք անցկացվում են այդ տարիքային խմբերի մեջ, իրենք հաղթող են ճանաչվել։ Շատ լավ է։ Ստեղ ունենք պատվագի, շնորհակալություն, բլոկնոտ, գրիչ։ Ասենք իմ ամենասիրելի մասին, Ռեալ Մադրիդը սա գրիչներ էր, շատ գեղեցիկ։ Դրանք ովքեր են քեզ նվիրել, Հենրի։ Սա տատիկը, սա էլ տատիկը, սա մաման։ Մի փոքրիկ ուղում։ Սա նվիրել է ինձ իմ աշխատակազմի ղեկավարը, պարոն Արաքելյանը, ով Իսպանիայից է բերել, գիտեր, որ ես շատ եմ սիրում, մենք նաև ընկերներ ենք ու սա նրա նվերն է։ Մնացածը ես բերել եմ Սանտիագո Բեռնաբեուից, որտեղ եղել եմ։ Եթե կարելի է ես այդ մասը պատմեմ։ Սիրով, իհարկե։ Անցած տարի ոնց որ կատարվեց իմ երազանքը, ու ես կարող եմ ասել առաջին անգամ 33 տարեկանում ես զգացի մի բան, որ երբեք կյանքում չէի զգացել։ Այդ այն էմոցիան է, որ քո երազանքը կատարվում է։ Ինձ անգամ Հենրին ունենալուց ես այդ էմոցիան չեմ ունեցել, որովհետև այդ պահին ես չեմ հասկացել ինչա կատարվել, բայց երբ որ դու կանգնած ես տեղում ու տեսնում ես այն ստադիոնը, որի մասին երազել ես, նայել ես խաղեր 2000 թվականից ու ասել ես, Ոստվաս ջան, խնդրում եմ, մի օր ես էլ ես ամենաբերևը թեկուս, բայց հայտնվեմ, որովհետև դա անհասանելի է թվացել ու այդ աննկարագրելի զգացողություններ էր, փաստորեն երազանքները իրականություն դառնալու սովորություն ունեն, ինչպես չէի սպասում եմ։ Ու այս բոլորը ես առել եմ այնտեղից, ու էլի լիքը բաներ, ասեն լավ առևտուր արեցի, առանց գումար հետ եկա, բայց Ստորագրություններով գնդակը կխնդրեմ մեկնաբանեք, որտեղից է հայտնվել եւ
ում ստորագրություններն են։ Սա Փյունիկի լեգենդների խաղի գնդակն է։ Տարիներ առաջ Հայաստանում տեղի ունեցավ լեգենդների խաղ ու այստեղ Փյունիկի ոնց որ հոբելյանական գնդակն է, որտեղ հայկական ֆուտբոլի բոլոր հայտնի մարդկանց ստորագրություններն է։ Այդ թվում Բերեզովսկի, Հենրիխ Մխիթարյան, Խորեն Հովանիսյան, Իշտոյան, Սարգսյան, Նիկիտա Սիմոնյան, սա շատ թանկ գնդակ է, որը ստացել եմ Փյունիկ ֆուտբոլային ակումբից նվեր, որտեղ այնտեղ նաև աշխատել եմ ես։ Ձեր սիրելի դարպասապահն է այնտեղ կա Ռոման Բերեզովսկին։ Այո, Դավիթի սիրելի դարպասապահն է։ Իդեպ դու որպես դարպասապահ ես հանդես գալիս են։ Այո։ Այո։ Լավ է ստացվում դա քեզ մոտ, ինչ ես կարծում։ Շատ լավ է ստացվում։ Առաջ գնալու լիքը տեղ կա, բայց որ աշխատեմ հաստատ շատ քիչ տեղ կմնա, որովհետև արդեն շատ լավ արդյունք ունեմ։ Հրաշալի է։ Շատ ինքնավստահ երեխա է։ Բայց դա կարծում եմ ամենակարևորն է, որ մարդը պետք է փոքրուց ունենա այդ ինքնավստահությունը։ Անցնենք գրականությանը։ Այստեղ ձեզ կներկայացնի Մայրիկը։ Խնդրեմ։ Որովհետև նա գրականություն չի սիրում, հա։ Չես սիրում գրականություն։ Դաս սովորել սիրում ես, Սենջան։ Սիրում եմ, այո։ Իսկ որ առարկան ես ամենաշատը նախընտրում ֆիզկուլտուրան։ Ոչ։ Մայրերին մեկ-մեկ ու ֆիզկուլտուրան։ Բարի, հասկանալի է։ Խնդրեմ, Լավրա։ Այդքան էլ համաձայն չեմ, որ դաս Դե լավ, թող այդպես լինի։ Եկեք թող պայմանավորվենք, որ այդպես է։ Ինչ ասեմ։ Գրականություն։ Ինչպիսի գրականություն եք նախընտրում։ Արկածային, գեղարվեստական, վավերագրական։ Շատ դժվարանում եմ պատասխանել այդ հարցին։ Մի անգամ sense մտածում էի, թե ես ընդհանրապես իմ կյանքի ընթացքում քանի գիրք մոտավոր կարդացած կլինեմ, եւ հասկացա, որ կար ժամանակ, որ ես գիրքը սկսում էի կարդալ ու չէի դնում դարակի վրա, մինչև չավարտել։ Չավարտել, այսինքն գրքեր ա եղա այսպես հաստ, որ ես 2 գիշերում կարդացել եմ, որովհետեւ երբ որ սկսում եմ, ես անպայման ուզում էի վերջը հասկանալ։ Ու այդպես շատ գրքեր եմ կարդացել։ Մեր հարևանը մեծ գրադարան ունի ու շատ գնացել եմ իրանց տուն, գրքեր եմ վերցրել ու բոլոր գեղարվեստական, համաշխարհային գրականություն, հայկական գրականություն, դետեկտիվ, ժամանակին շատ Ագաթա Քրիստի եմ կարդացել, շատ սիրել եմ։ Այստեղ օրինակ հիմնականում այն գրքերն են, որոնք հենց իմն են, ես ոնց որ կամ նվեր եմ ստացել կամ ձեռք եմ բերեմ։ Այս հատվածում ժամանակակից գրողների գրքերն են։ Ես խորհուրդ կտամ բոլորին կարդալ ժամանակակից գրականություն, որովհետև միգուցե տպավորություն լինի մենք չունենք լավ գրականություն, բայց ես հավաստիացնում եմ, այն ինչ ես կարդացել եմ, այն հեղինակներին, որոնք այստեղ դրված են, ուղղակի հիասքանչ են։ Օրինակ, չգիտեմ, Դավիթ Սամվելյան, Մհեր Աշակյան, ում ես պաշտում եմ, իմ լավ ընկերներից է նաև Մհերը։ Հրաշալի մտքերի Համլետ Առաքելյան, ով ֆանտաստիկ երիտասարդ է, էլի իմ լավ ընկերներից է ու ես չգիտեմ, ես կերազեմ, որ օրինակ իմ տղան մեծանա ու Համլետի պես աշխարհայացք ունենա, որտեվ ժամանակակից երիտասարդի վառ լավ օրինակ է Համլետը։ Այստեղ ունեմ Պարուր Սանթրոսյան։ Պարուր Սանթրոսյանը իմ շատ լավ ընկերն է, շատ հետաքրքիր կերպար, շատ հետաքրքիր անձնավորություն ու չնայած այս գրքերը իրենցն են ու իրենք իմ ընկերներն են, բայց ես սիրում եմ գրքերը գնել։ Ես գնում եմ, տալիս եմ իրենց ստորագրելու, որտեղ ես կարծում եմ, որ այդպես դու քո լուման ես ներդնում թե գրականության զարգացման մեջ, թե հենց իրենց մոտիվացնում ես, որ գրքերը վաճառվում են ու պետք է անընդհատ գրել։ Այստեղ էլի տենց շատ գրքեր ունեմ։ Ես կուզենայի նաև այս գրքի մասին ասել, Գրիգը, մոռացա ասել Գրիգի մասին։ Էլեն Օհանյանից եմ նվեր ստացել։ Էլեն Օհանյանը ազգային ժողովի ամառային դպրոց ծրագրի շրջանավարտներից է։ Եթե հետաքրքիր է, ասեմ նաև ինչ ծրագիր է ամառային դպրոցը։ Ամառային դպրոցը ազգային ժողովի այն ծրագիրն է, որը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների համար եւ ամռանը 2 շաբաթ Հայաստանի բոլոր մարզերից մրցույթ է հայտարարվում, մասնակցում են, ընտրվում են
50 աշակերտ եւ մասնակցում են ամառային դպրոցին երկշաբաթյա, որը ամբողջությամբ կազմակերպում է ազգային ժողովը։ Երեխաները գալիս են այստեղ մարզերից, բնակվում են հյուրանոցում, մարզաբնակները եւ ամեն օր օրը 6 ժամ դասախոսություններ են ունենում, ծանոթանում են ազգային ժողովին, պետական համակարգին, ինչպես են փոխկապակցված իրար տարբեր պետական կառույցներ, սովորում են, փորձում ենք օգնել նրանց մասնագիտության կողմնորոշման հարցում այդ տարիքում, հանդիպում են բոլոր ֆրակցիաների պատգամավորների հետ, զրուցում են տարբեր թեմաների մասին, տնտեսությունից մինչև միջազգային հարաբերություններ, հանդիպում են երկրի վարչապետին, նախագահին, սահմանադրական դատարանի նախագահին, այցելում են կենտրոնական բանկ, հանրային հեռուստաընկերություն, այսինքն մենք ծրագիրը կազմել ենք այնպես, ես, Աշխենը, Հեղինեն, ովքեր ոնց որ մենք երեքով ենք ստեղծել այս ծրագիրը, կազմել ենք այնպես, որ 15-16 տարեկան երեխեքի համար պետությունը կարևոր լինի, որտեղ ես կարծում եմ այն մարդիկ, ովքեր աշխատում են պետական համակարգում, դա հայրենասիրության լավագույն դրսևորումն է, որտեղ պետական համակարգում աշխատելը չի գրավում ֆինանսապես, բայց դա քո պարտքն է քո երկրի հանդեպ։ Պետական համակարգում աշխատելը չի գրավում ֆինանսապես։ Այո, աշխատավարձերը շատ ցածր են համեմատած այն մասնավոր ընկերությունների, որտեղ օրինակ ես իմ մասնագիտությամբ կարող եմ ստանալ PR, communication, այդ ամեն ոլորտում աշխատելու համար մասնավորում ես կրկնակի, եռակի ու քառակի կարող եմ ստանալ։ Թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ, բայց չեմ ծավալվի իհարկե, բայց համաձայն չեմ, որովհետև այն աշխատավարձը, որոնք որ ստանում են պատգամավորները, կարծում են շատ նախանձելի աշխատավարձի չափ։ Եթե չեմ սխալվում, 700,000 դրամ, ճիշտ է այդ ինֆորմացիան։ Այդքան չեն ստանում, ավելի քիչ են ստանում եւ պատգամավորական ծախսերի համար նախատեսված ստանում են նաեւ 250,000 դրամ։ Ես կարծում եմ, որ ազգային ժողովի պատգամավորը ինքը ներկայացուցչական մարդ է, ինքը հանդիպում է անընդհատ քաղաքացիների հետ, ինքը անընդհատ լուծում է խնդիրներ, շատ հաճախ բոլոր 132 պատգամավորները անխտիր 107 պատգամավորները արդեն փոխվել են։ Ես բոլոր 107-ի հետ չեմ շփվում, բայց ես կարող եմ ասել այն մասով, որոնք ստանում են ֆիդբեքեր, օրինակ քաղաքացիներից, որոնք զանգահարում են մեզ կամ գրում են մեր Facebook-յան էջին ազգային ժողովի։ Հիմնականում բոլորը հանդիպում են այն պատգամավորները, որոնք մարզից են, օրինակ, իրենց մարզում շատ ներգրաված են այդ աշխատանքի մեջ։ Միգուցե խոսքը ոչ բոլորի մասն է։ Ուղղակի ոնց որ նայեք, որ ասում են պատգամավոր, պատկերացնում են, որ այդ պատգամավորը պետք է անպայման ինչ որ հարցեր լուծի, չէ, պատգամավորի գործառույթը որպես այդպեսին օրենքներ գրելն է, թեթևացնել մարդկանց կյանքը օրենքի տեսանկյունից, դարձնել ավելի հեշտ կոմունիկացիան տարբեր ոլորտներում կյանքի։ Բայց երբ որ օրինակ օրենք էլ չեն նախաձեռնում, կամ պատգամավորներ, որոնք օրենսդրական գործի մեջ են շատ ավելի ակտիվ, կամ պատգամավորներ, որոնք ակտիվ են ավելի մարզային այցերի մեջ, կամ պատգամավորներ, որոնք քաղաքացիների հետ հանդիպումներում են ակտիվ, այսինքն ինքը հնարավորություն է տալիս շփվել հասարակության շերտերի հետ, բացահայտել խնդիրներ, լուծել դրանք, բայց շատ հաճախ, օրինակ մեր Facebook-յան էջին ազգային ժողովի գրում են այնպիսի հարցերով, որոնք ընդհանրապես կապ չունեն պատգամավորի գործունեության հետ։ Ցավոք սրտի դիմում են գումար խնդրելու նպատակով, պատկերացնելով, որ պատգամավորները ունեն բյուջե, ֆոնդ, բայց դա այդպես չէ։ Ամեն դեպքում ես կուզենայի գար մի օր մեր երկրում, որ բոլորը պատգամավորները հացթուղները բոլորը ստանան այնքան աշխատավարձ, որ կարողանան ապրել հանգիստ, երջանիկ ու խաղաղ։ Մենք այս հարցին վստահաբար դեռ անդրադառնալու ենք, ինչպես նաև նախորդ հարցին, բայց ոչ, կխնդրեմ նաև նկարների պատմությունները պատմել, Հռոմի Պապի նկարը ինչու է հայտնվել ձեր տանը։ Դուք զգում եք ինչ հաղորդումը սկսել, ես ասում եմ երազանքներս կատարվում են։ Եվ միջանցքից չենք կարողանում առաջանալ։ Անցած ամիս Իտալիայում էի եւ իմ աչքերով տեսա Հռոմի Պապին, որովհետեւ Կիրակի օրը Սուրբ Պետրոսի մոտ պատարագի ժամանակ մեքենայով հայտնի անցավ։ Ու ես միշտ մանկուց ուզել եմ տեսնել։ Իհարկե ոչ այս Հռոմի Պապին, բայց դա կապ չունի։ Մորաթուխ Հռոմի Պապին։ Այս Հռոմի Պապին եմ ուզել տեսնել, բայց կապ չունի։ Դա աննկարագրելի էր, որովհետեւ երբ որ դու ուզում ես լինել այդ, չնայած երբ որ Հայաստան էր եկել Հռոմի Պապը, այդ ժամանակ էլ եմ ես իրեն տեսել, որովհետեւ
Պապաս հիմա չկա, մեզ հետ չի, բայց ոնց որ ամեն օր մեր մտքերում, մեր խոսույթում, ինքը այդ ժամանակ հիվանդանոցում էր։ Ես ու մաման թողեցինք իրան 1 ժամ, գնացինք այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, հրապարակով պետք անցներ, ոնց որ անցանք իր մոտով, տեսանք ու դա մեզ շատ մեծ ուժ տվեց։ Փառք Աստծո, դրանից հետո պապաս լավացավ, դուրս գրվեց ու իմ համար էս ոնց որ շատ խորհրդանշական անկյուն է այդ առումով, պապայի նկարն է, ում հետ հենջիս շատ կապված ա եղել 4-5 տարի ամեն օր իրանք իրար հետ են անցկացրել, երբ որ ես եղել եմ աշխատանքի, ոնց որ կարելի ասել պապան է իրան պահել ու պապիկի թորնիկն է, այսպես ասած։ Այս այդ մասով, այստեղ այս գրքերը բոլորիս Ալենը, երևի բոլորս գիտենք Ալենին, իմ համար շատ թանկնվեր, ստացել եմ Ալենի մամայից, Տիկին Նազելից եւ այս մյուս գիրքը ստացել եմ Ադամի մամայից, սա էլ իմ համար շատ թանկնվեր ու ոնց որ իրանք միշտ իմ գրապահարանում տեղ ունեն, Ադամը իմ հերոսն է, կարելի ասել, չգիտեմ ինչի եմ ես իրան ընտրել, բայց ինքը իմ հերոսն է, ես իր ընտանիքի հետ շատ մտերմիկ հարաբերություններ ունեմ ու ծանոթացել եմ այդ դեպքերից հետո, ես չգիտեմ, չեմ կարող նկարագրել, թե ինչքան կարևոր մարդ է ինձ համար Ադամ ու իր ընտանիքը։ Այս շատ կարևոր է իմ համար։ Լաուրա, ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերը գնալու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև ձեր հաղորդումը։ Նույնպես այնտեղ տեղադրված կլինի կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, որտեղ նույնպես տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքր մեր մասին, իսկ այս պահին մեր ծրագրում կլինի կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր բացահայտումները։ Լաուրա, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Այո։ Հապա։ Համի գաղտնիք, ընտրյալ հատիկ, մառանիկ։ Հակառակը, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Գումարների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Գումարի պահը լավն էր, սիրով նվիրում ենք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Լաուրա, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շատ շնորհակալություն։ Մենք նույնպես շնորհակալ ենք, խոհանոցում ենք գտնվում, հարց Հենրիին։ Հենրի, մայրիկը համեղ է պատրաստում։ Այո, շատ։ Ինչն է ամենահամեղը ստացվում մայրիկի մոտ։ Բորշ եւ թփով տոլմա։ Շնորհակալություն։ Լաուրա, դուք համեղ եք պատրաստում։ Բայց թեւու թիկունք են ածыз։ Փոքր ժամանակ դպրոցում վիդեոին նկարեմ, արտյութին բոլորը նկարագրել են իրենց մայրիկներին, հենրիս այսպես էր նկարագրել։ Իմ մայրիկը շատ ուրախ է, նա շատ է սիրում պարել, լավ տեղեր գնալ իր ընկերուհիների հետ։ Մազերն են սիրում հարդարել։ Լավ ուտելիքներ ուտել, ոչ պատրաստել։ Իրականում խոհանոց իրոք չեմ սիրում։ Մարդիկ կան, չէ՞, որ խոհանոց են մտնում, հանգստանում են, օրվա ծանրաբեռնված ավարտը ոնց որ էստեղ են պատկերացնում։ Ես իսկապես չեմ սիրում պատրաստել, բայց մամաս ասում է, որ շատ լավ եմ պատրաստում։ Երբ պատրաստում եմ,
ավելի լավ քան քուրիկս, ավելի լավ քան մամաս, բայց չեմ սիրում։ Այդ իմը չի։ Արևի խավարումից արևի խավարում եք պատրաստում, ինչպես հասկացա։ Ինչպես խոստացել էի, մենք անդրադառնալու ենք մի շարք թեմաների, որոնց հետ կապված միջակետ էինք դրել։ Դժվար չէ աշխատել ազգային ժողովի մի վարչությունում, որտեղ կան մարդիկ, ովքեր գրեթե ձեր տարիքի չափ փորձ ունեն եւ դուք պետք է ղեկավարեք նրանց։ Դա իմ առաջին մարտահրավերն է եղել, երբ ես հայտնվել եմ այդ վարչությունում, ոչ թե գրեթե, այլ հենց իմ տարիքի չափ, նույնիսկ ավելին։ Ես չգիտեմ, ինձ շատ բարդ է եղել ինտեգրվել, բոլորի հետ փորձել լեզու գտնել, բայց փառք Աստծո, դա ինձ մոտ ստացվել է, ես կարծում եմ, գուցե համեջ չհնչի, բայց ստացվել է, որովհետև իրենք էլ կարող են հավաստել, ես բոլորի հետ ունեմ շատ լավ ընկերական հարաբերություններ, երբ պետք է լինել խիստ, ես խիստ եմ, երբ պետք է անել նկատողություն, ես անում եմ նկատողություն, երբ պետք է զիջել, ես զիջում եմ ու ընդհանրապես կարծում եմ, որ ամենակարևոր իրար լսելու հատկությունն է մարդկանց մեջ։ Շատ է եղել, որ ես կարծել եմ, որ ես ճիշտ եմ, բայց ժամանակը ցույց է տվել, որ ես սխալվել եմ։ Հետևաբար պետք չի ամաչել, որ դու զիջում ես ու պետք չի մտածել, որ դու ղեկավար ես եւ դու ամեն ինչ բոլորից շատ լավ գիտես։ Իմ թիմը ինձ շատ օգնել է այդ առումով եւ մենք կարողանում ենք այնպես անել, որ ազգային ժողովի բնականon գործունեությունը ապահովենք։ Սկզբնական շրջանում կար հետևյալը, որ երեկվա երեխան մեզ փորձում է ուղղություն ցույց տալ, թե մենք ինչը ինչպես պետք է անենք, անհամաձայնություններ որոշակի։ Ես կարծում եմ անպայման եղած կլինի, հիմա վստահաբար չէ, որովհետև երկար ճանապարհ ենք անցել, շատ կարևոր միջոցառումներ ենք միասին կազմակերպել, անցկացրել։ Հիմա դժվար այդպիսի բան լինի։ Կողքից նայողի համար կարող է թվալ, որ 34 տարեկան արդեն ազգային ժողովի լրատվական վարչության պետ, ինչ կարող է անել, բայց ես իմ մասնագիտության մեջ կարելի ասել ծնվել եմ, ապրել եմ, դա իմ երակներում է ու ես ամեն օր սովորում եմ, ամեն օր փորձում եմ իմ մասնագիտության մեջ զարգանալ, իսկ երբ որ մարդը վստահ է իր վրա մասնագիտական առումով, մնացած բոլոր խնդիրները լուծելի են։ Խոսենք նաև մագնիսներից, ինչպես հասկանում եմ, շատ եք ճամփորդում եւ երազանքները իրականացնում եք։ Այո։ Առաջին երազանքը, որը իրականացավ, դա որ երկիրն էր։ Առաջին երազանքս, որ իրականացել է, դա Իսպանիան է եղել, Սանտիագո Բեռնաբեուն, Մադրիդը եւ միակը, որ 3 հատանույն երկրից սա է, որովհետև սա իմ երազանքն է եղել լինել Մադրիդում արքայական ակումբի ստադիոնում, դա շատ սիրում եմ Պիտերը, ես կարծում եմ չեմ կարողանում ընտրել Պիտեր, Փարիզ, չգիտեմ որն է թոփը, բայց Պիտերն եմ շատ սիրում, Փարիզն եմ շատ սիրում, Ավստրիայում կամ շատ սիրում, փոքրիկ Հալշտադ, դա եմ շատ սիրում եւ Բելգիայում սիրում եմ Բրյուգեն։ Այդ իմ ֆավորիտ քաղաքներն են։ Հենրի, դու էլ ես ճամփորդում, թե դեռ չես հասցրել շատ։ Չէ, ես մամա ճամփորդում եմ, եղել եմ Պարիս Սեն-Ժերմենի խաղեր ֆուտբոլային, Հայաստանի լիգայի ֆուտբոլային խաղեր եք գնում, մամա հետ գրացել եմ Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, ճամփորդել ենք միասին, ճամփորդում ենք ես, Հենրին, մամաս, ինքը նաև հաճախ գնում է իր հայրիկի մոտ, Ռուսաստան, ինքը սիրում է ճամփորդել։ Գնանք Հենրիի անկյուն, այն մեր դիմաց է գտնվում։ Այո, ես դες շատ մեծ հաճույքով ամեն ինչ կբացատրեմ։ Դե ուղեկցիր մեզ, խնդրեմ Հենրի, շատ մեծ հաճույքով գնանք, տեսնենք ինչեր ես թաքցնում այնտեղ կամ ինչն է բացահայտ դրված։ Այստեղ լույսը։ Սա միաժամանակ եւ քո գրասեղանն է եւ մահճակալը, ճիշտ եմ հասկանում։ Այս մահճակալը սա այստեղ փոքր ժամանակ բան եմ նկարել, որի իմաստը հիմա ես չեմ հասկանում։ Ահա։ Շատ կրեատիվ է ինքը իրատեսական։ Ռեալ Մադրիդի դուխին։ Մի հատ մի շրջանցի, այստեղ կա իմ պարտականությունները։ Ով է գրել։ Հենրի պարտականություններն է, որ ինքը չի կատարում, բայց միշտ սենց պահում, ասում եմ հանեմ, ասում եմ, չէ, թող մնա, ես ամեն օր կարդում եմ։ Ով է գրել այդ պարտականությունները, դուք, Լաուրա։ Չէ, հոգեբան է իմ։ Հենրին շատ սիրում է ընկեր Ռայային, այսպես ասած, իր հետ շատ աշխատում է ու միասին են գրել, բայց ընկեր Ռայա չենք եկել ընդհանուր հայտարարի չի պահում երբեմն կետերը։ Հենրի, ես քեզ մի օր կհայտնվես Ռեալ Մադրիդի կազմում։ Իհարկե։
վստահ երեխա։ Իհարկե։ Այստեղ Ռեալ Մադրիդի դուխիներն են։ Խնդրում եմ ցույց տուր։ Լավ, Դավիթը կարծում եմ կկարողանա։ Ռեալ Մադրիդի ձեռնոցներն են։ Փյունիկի Պատմության լավագույն մրցաշրջանն է 2022 թվականին, երբ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ շատ մեծ հաջողությունների հասան։ Այստեղ կան բլոկնոտներ Հենրիխ Մխիթարյանի։ Քո ամենասիրելի ֆուտբոլիստի։ Այո, այո։ Հալանդի։ Փոքրիկ իշխանի գիրքը կա։ Գնանք հյուրասենյակ։ Այո, գնանք։ Խնդրեմ, ուղեկցեք մեզ։ Եվս մեկ կիսատ թողած թեմա ունեինք, Լաուրա, անդրադառնանք նաև դրան։ Դուք ասացիք, որ շատ մեծ աշխատանք են կատարում պատգամավորները եւ ըստ այդմ պետք է լինի նրանց համապատասխան վարձատրություն։ Կարծում եմ։ Մի էսպիսի հարց։ Ուսուցիչներ, բժիշկներ եւ մի շարք այս մասնագիտությունների շարքը կարելի է շարունակել։ Ինչ եք կարծում, նրանց նույնպես չպետք է շատ աշխատավարձ տալ, որպեսզի եկող սերնդի հետ կապված որևէ խնդիր չունենանք։ Ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ պետք է բոլոր այն աշխատող մարդը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որ առավոտյան արթնանա երջանիկ, մոտիվացված գնա աշխատանքի։ Թող բոլորը ստանան այնքան աշխատավարձ, որը կբավականացնի իրենց ապրել իրենց երազանքների կյանքը։ Կլինի դա մանկավարժ, կլինի դա դերասան, կլինի դա հաղորդավար, երգիչ, հացթուղ, կոշկակար։ Ես կարծում եմ, որ օպերատոր, շնորհակալություն ուշման համար։ Ես կարծում եմ, որ այո, արժանապատիվ աշխատավարձը կմոտիվացնի բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են աշխատել, իսկ այդպիսի մարդիկ շատ են։ Հասարակայնության հետ կապերի վարչություն։ Մարդիկ, ովքեր ունեն բազմաթիվ հարցեր, ինչպես կարող են հեշտ կերպով բարձրաձայնել իրենց հարցերը եւ ունենալ արագ պատասխան, որովհետեւ գաղտնիք չէ, որ պետական համակարգերի հետ որևէ հարցադրում կարող է նույնիսկ ամիսներ տևել։ Ազգային ժողովը ներկայացված է բոլոր հարթակներում սոցիալական, մենք 24/7-ի պատասխանում ենք բոլոր նամակներին, իհարկե շատ հաճախ ստանում ենք նամակներ, որոնք կապ չունեն մեզ հետ, որովհետև անգամ վարչապետին ուղղված նամակներն են ուղարկում պարլամենտի էջին, մենք միշտ ուղղորդում ենք, օրինակ եթե կառավարության պետք է ուղղորդել հեռախոսահամար, հասցենք տրամադրում, եթե պետք է որևէ ազգային ժողովի որևէ հանձնաժողովի ուղղորդել, տալիս ենք այդ հանձնաժողովի հեռախոսահամարը, եթե պետք է նախարարություն ուղղորդում ենք այդ նախարարության։ Համենայն դեպս ես կապը պահում եմ իմ բոլոր գործընկերների հետ, նախարարությունների, բոլոր պետական համակարգի, բոլոր կառույցների իմ գործընկերների հետ եւ եթե դիմում են ազգային ժողովին որևէ հարցով, անպայման փորձում եմ ինչպես ես, այնպես էլ մեր քաղաքացիների ընդունելության բաժնի ու ընդհանրապես մենք շատ մարդակենտրոն ենք այդ առումով, մեզ համար շատ կարևոր է զանգերին պատասխանել բոլոր, նամակներին պատասխանել եւ քիչ չեն այդ նամակները, հավատացեք։ Այսինքն սովորական քաղաքացին կարող է Facebook-ի միջոցով ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները, ճիշտ է։ Այն մակարդակում, որը որ միայն համացանցային է, այո, եթե պետք է ավելի մանրամասն հարցին պատասխանել, մենք հեռախոսահամար ենք թողնում կամ խնդրում ենք հեռախոսահամար, որպեսզի կարողանանք հետադարձ կապ հաստատել քաղաքացու հետ։ Լավ, շատ բարի, հիմա խոսենք իրերից, որոնք գտնվում են ձեր հյուրասենյակում, կրկին իսպանյան խորհրդանշող սուլը։ Այո։ Սանգրիայի մեջի դեպ։ Օ։ Բայց տենց ուղղակի որպես հուշանվեր ենք այն օգտագործում, Էրմիտաժը։ Այո։ Եվ Էյֆելյան աշտարակը։ Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր ասում են երկաթի կտորա։ Մի հատ բան ցույց տա։ Բայց ավելի հետաքրքիր տարբերակ կա, որ ասում են դե լավ, մեր մոտ էլ կա սրանից։ Հա։ Հերոստաշտարակը նկատի ունենալով։ Գիշերային սենց ասած լույս է տալիս։ Շատ հետաքրքիր է։ Կարող եմ նկարի մասին պատմել։ Ես էի ուզում խնդրել, որպեսզի անդրադառնանք։ Ինձ համար այս տան ամենակարևոր իրն է։ Կխնդրեմ մայրիկիս, որ հետո ստանեմ իմ տուն, պապայիս նվերն է մամայիս։ Ես այս պատմությունը հիշում եմ շատ անգիր։ Մենք գնում էինք Սևան, բարձրանում էինք այդ Սևանի վանքի աշճաններով, այնտեղ շատ շուտ երևի 2000-ականներն էր, տենց նկարներ էին վաճառում, մամաս կանգնեց, նայեց այս նկարը,
մենք բարձրացանք, հետո papan ասաց, մամա, դուր մնաց, ասաց, չգիտեմ, ոնց որ ներքև է հետ իջավ գնաց, ոնց որ մաման արդեն գալիս էր, ասել էր ինչ էր, ասաց շատ սիրուն նկար եմ տեսել ու ցույց էր տվել որ նկարը։ Մինչև մենք մտել էինք եկեղեցի, դուրս էինք եկել, papan այս նկարը առել էր։ Եթե կնկատեք, Դեմքեր են խորհրդանշում։ Աղջիկ տղեն համբուրվելուց, ու այս շատ թանկ նկար է ինձ համար։ Շատ հետաքրքիր պատմություն էր։ Եթե կարելի է դուրս գանք պատշգամբ։ Դա հետաքրքիր բան ասեմ, ես այս նկարը մի քիչ որ խորացա դեռ տես այդ աղջիկն ու տղան, ես խզբզած բաներ մտածեցի, բայց որ չէ տեսել էի, բայց ես մտածեցի ինչ որ նկարչական առանձին իսկուսստվա է, բայց որ խորացա նոր տեսա այդ աղջիկը ու տղայի դեմքը։ Կնայես հաղորդումը շատ լավ հաղորդում է ստացվելու, վստահեցնում եմ մի շարք այլ բացահայտումներ նույնպես ունենաս, գնանք պատշգամբ, եթե դեմ չեք։ Ամենասիրելի վայրը։ Առավոտը սկսվում է այստեղ մեկ գավաթ սուրճով, այո։ Թե չեք էլ հասցնում նույնիսկ զբաղված։ Ոչ, որովհետև ես սուրճ չեմ խմում։ Օ, դուք Ես չեմ խմում սուրճ, գազով ըմպելիքներ, ալկոհոլ։ Հետևում եք առողջ ապրելակերպի։ Այո։ Անմիջապես ձեր դիմաց գտնվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Այո։ Ռազմական ինստիտուտը, այստեղ է գտնվում նաև ժամանակին բարեկային ծառայությունը։ Ես վստահ եմ դուք պետք է խնդիրներ ունենայիք առավոտները, Առավոտյան այո, այդ ձայները իրոք խանգարում էր մեզ, բայց շատ կարճ ժամանակ անց իրենք տեղափոխվեցին ու ամեն ինչ խաղաղվեց։ Նաև այստեղից երևում է Գրիգոր որ Եկեղեցի։ Սուրբ Սարգիս եկեղեցին հետա։ Այն ժամանակ շենքեր չկային ու շատ սիրուն էր երևում, հիմա շենքեր կան եւ սիրուն չի Ու երևում։ մենք ամեն Կիրակի մայրիկիս հետ գնում ենք այդ եկեղեցի պատարակի։ Հրաշալի է։ Դավիթին կխնդրեմ Ես վերադառնալ։ դեմքից տեսնում եմ, որ թթուն է հետաքրքիր։ Դուք եք թթվի հեղինակը։ Իհարկե ոչ։ Մայրիկս է թթվի հեղինակը, մեր տանը խոհանոցի հետ կապված ամեն ինչ մամաս է անում, ընդհանրապես կենցաղային գործերում ես չկամ։ Ցավոք սրտի, բայց չկամ։ Եթե թթված լինի, ես ձեզ կհյուրասիրեմ։ Զանգեմ մամայից կհարցնեմ։ Մենք կփորձենք երևի թե կադրից դուրս գրքերին անդրադառնանք, դրված են բաց տեղում եւ արդյոք չեն վնասվում սրանք։ Չեն վնասվում, ես ժամանակ առ ժամանակ գալիս ստուգում եմ, իրենք դե ապակյով փակեն։ Սա մեր հին տնից մնացած մինչև վերանորոգումը, ոնց որ պահարանն է ու մամաս ամեն ուբորկային ասում է, արի ես գրադարանին որևէ նվիրենք, վերացնենք, էլի համ փոշու բունա, համ ասում եմ չէ մամ ջան, երբ որ ես կունենամ իմ տունը, իսկ մյուս տարի արդեն կունենամ պատրաստ կլինի բնակարանը, ես ուզում եմ երազանքների պահարան ունենալ, գրապահարան, այդ այն որ լինում է գետնից մինչև վերև ամբողջ պատի երկարությամբ։ Կանայք եւ աղջիկները նախընտրում են ունենալ մեծ գեստապահարան։ Դուք նախընտրում եք մեծ գրապահարան։ Երկուսն էլ նախընտրում եմ։ Կողքը անմիջապես լինի Անպայման։ մեծ գեստապահարան։ Ցանկություն չունեք վերադառնալու ձեր լրագրության ոլորտ, որովհետեւ որքան էլ որ թվում է թե պետք է փոխկապակցված լինեն ձեր այս զբաղեցրած պաշտոնը եւ լրագրությունը, միևնույնն է, հիմա չեմ կարծում, որ զբաղվում եք լրագրությամբ։ Հիմա լրագրությամբ չեմ զբաղվում, համակարգում եմ լրագրողների աշխատանքին վարչության, շատ կարոտում եմ, երբեմն անգամ մտածում եմ, որ ես գնամ այս հանդիպումը աշխատանքային լուսաբանեմ, օրինակ, չգիտեմ, Լուսինեի փոխարեն, ես կկարողանամ մի բան գրել, որովհետև ես արդեն չգիտեմ, այնքան չեմ նյութ գրել որպես այդպիսին ռեպորտաժ չեմ պատրաստել, մեկ-մեկ ինձ թվում է, որ ես դա էլ չեմ կարողանա անել, բայց ինչ որ մի օր կվերադառնամ անպայման կարծում եմ, որովհետև ես երբեք չեմ սիրել էկրանը, չեմ սիրել երևալ ու միշտ նախընտրել եմ լինել էկրանից դուրս։ Հետևաբար լրագրությունը ես իսկապես շատ եմ սիրում։ Կարող ենք շարունակել մեր բնակարանային բացահայտումները, դուք արևիտակ կարծես թե տանջվում եք, իսկ Հենրին կարծես թե մի փոքր մրսում է, մենք գնանք ձեր սենյակ։ Գնանք։ Ննջասենյակ ավելի ճիշտ։ Մեր ննջասենյակ։ Ձեր ննջասենյակ։ Այսինքն դու երկու կեցավայր ունես։ Չէ, մեկ-մեկ այցելում եմ մամայի մոտ կինոներ ենք նայում իրար։ Հասկանալի է, ինչ կինոներ եք նայում։ Ավելի շատ բաբան նախընտրում է ուսուցողական, որ ինձ ինչ-որ բան տա այդ ֆիլմը, ու ամեն ֆիլմը կարող է 10 վայրկյան վերջանալ եւ 80, 100, 120 հարց է տալիս, որի պատասխանները ես էլ չեմ հիշում եւ այդպես
նկատի ունի հարցնում ինչի մասին էր, ինչ հասկացար։ Ինքը փորձում ասել, ես դրան փորձում եմ ուղղորդել։ Շատ լավ հասկացա, այդ է պատասխանել, լավ հասկացա։ Ինքը ասում է արաբաս, ասում է վարս։ Ինքը սիրում է կարծում։ Երկու ֆիլմ նշիր, խնդրում եմ Հենրի, վերջին շրջանում որ նայել եք եւ հիշում ես։ Այն Մեկը են, մյուսը են։ Չէ։ Չուդեի հետ է, այն երեխեն։ Հրաշքը, ու մեկ էլ Բելոստեժկա։ Սպիտակաձյունիկը։ Այո։ Այս վերջին տարբերակն ենք նայել միասին։ Հասկացա։ Ու այնպես չի, որ մենք նայում ենք մենակ տղայական ֆիլմեր, մենք աղջիկական մուլտֆիլմերներ ենք նայում։ Բայց կա այդպիսի հստակ տարանջատում, որն է աղջիկական, որը տղայական։ Օրինակ Spider-Man-ը հստակ տղայական է։ Աղջիկական օրինակ չգիտեմ։ Բարբին, բայց նայել ենք։ Բարբին նայել եք։ Չէ։ Նայել ենք, ոնց չենք նայել։ Նայել ենք։ Նայել եք։ Հա լավ։ Գնանք։ Այո, այդ է։ Մինչև բացելը դուրը ցույց տա մեծ բարի գալուստը, հերին նոր էր սովոր այդ առերը գրել, երևի դա 5 առաջին դասարան էլի, արդեն մի 5 տարի առաջ էր 6։ Ես եկա գործուղումից տուն եւ տեսա բարի գալուստ, ու սենց մնացել է, չեմ հանել այդ օրվանից։ Խորհրդանշական է եւ գեղեցիկ։ Մուտք են գործում ձեր ննջասենյակ։ Տղայական գույներով, ինչպես դուք ասացիք։ Ով է այս դիզայնի հեղինակը։ Ես։ Դուք եք։ Ես ընդհանրապես սիրում եմ մթության մեջ անցկացնել լույսը հիմա մենակ ձեր համար եմ վառել։ Շնորհակալություն։ Եթե տեսնում եք վարակույրներն էլ մուգ են, երբեք չեմ բացում, եթե տանը չեմ լինում, մաման է բացում, որ լույս ընկնի սենյակ։ Ես սիրում եմ sense որ քիչ իր կա սենյակում, sense մինիմալիստական, չնայած հիմա եթե վերանորոգեի, մի քիչ կփոփոխեի, որտեվ այս պահին ինձ սա շատ է թվում, այս պաստառը օրինակ ինձ այս պահին շատ է թվում, կուզեի այսպես լիներ։ Մթություն, որովհետև այնտեղ կա խորհրդավորություն, որովհետև այնտեղ կարող եք մնալ միայնակ ձեր մտքերի հետ, թե ինչ-որ շատ եմ փիլիսոփայում։ Չեք փիլիսոփայում, ճիշտ այդպես, ես շատ զգացմունքային մարդ եմ իմ տեսակով ու սիրում եմ գիշերը, աստղերը, երկինքը, երազել ու ընդհանրապես բոլորին խորհուրդ եմ տալիս երազել, որովհետև ոնց տեսնում եք այսօր հաղորդումից մի 5 անգամ ասացի, որ երազանքները կատարվում են։ Էությամբ բու եք կարելի ասել, գիշերային մարդ եք ավելի շատ։ Գիշերային, բայց տանը, որովհետև օրինակ չեմ սիրում ուշ ժամի դրսում լինել, բարձր երաժշտություն, ակումբներ, այստեղ մի հատ հումոր ունեմ, ընկերուներս որ նայեն հաղորդումը շատ իրենց դուր կգա այս հատվածը, ես տանել չեմ կարողանում բարձր երաժշտությունը, ակումբները ծուխ խմիչք։ Իդեպ մի հետաքրքիր բան պետք է ասեմ, երբ փորձում էի ձեր մասին ինֆորմացիա գտնել, շատ նեղեր ինֆորմացիան ձեր անձի հետ կապված եւ ձեր Facebook-յան էջը հասանելի չէ կարելի ասել, նույնիսկ ավելի շատ փակ էջ է հիշեցնում եւ նկատեցի, որ ձեր քույրերին եւ ընկերուհիներին մեղայական նամակով ինչ որ գրառում էի կարել։ Հիմա կարող եք ուղղել այդ սխալը, բարևեք նրանց ողջունեք, զանգահարեք, չգիտեմ ինչ եք անում։ Դա այն մասն է, որ այն ընկերուհիներս ու քույրիկներս, որոնք գտնվում են արտերկրում, չեմ հասցնում իրենց հետ խոսալ համ ժամային գրաֆիկի տարբերության պատճառով, համ էլ զբաղվածության, բոլորիդ շատ սիրում եմ, կարոտում եմ։ Ու էլի չեմ զանգելու։ Այո։ Ինչ գրքեր են դրված ձեր մահճակալի կողքին։ Այս գրքերը ճիշտ ասած երբեք չեմ էլ փոխել։ Ինչ է սենյակը կա, այստեղ դրված է։ Ամենօրյա գրականություն է այն։ Այս գիշերը ոնց որ ընթերցանության համար նախատեսած սիրուն սարքը, Աստվածաշունչ, որը եթե անկեղծ ասեմ, ես մինչև վերջ չեմ կարդացել, բայց ժամանակ առ ժամանակ պատահականության սկզբունքով բացում եմ ինչ-որ էջ, կարդում եմ ու չգիտեմ ինչ տեսակ պատահականությամբ այդ կարդացածս այդ վարկյանի իմ հոգեվիճակի հետ ահա որ համընկնում է ու ես պատասխաններ եմ ստանում։ Դե ամեն դեպքում դա Աստվածաշունչ է։ Այո, սա Գրիգոր Նարեկացու ողբերգությանն է, գիրք նվիրելու կապակցությամբ փետրվարի 19-ին ինձ նվիրել են Ազգալցյանի անվան 200 հիմնական դպրոցի աշակերտները, երբ որ եկել են ազգային ժողով ուսուցողական այցի, ճանաչողական։ Եվ Վանո Սիրադեղյանի Երկիր ցպահանջ կամ Գյադաների ժամանակ Ավետիս Հարությունյան ոնց որ ներկայանում էր իմ համար 20 եւ 21-րդ դարի ոնց որ արանքում լավագույն, այսպես ասած, հրապարակախոս, քաղաքագետ, չգիտեմ, իր ոճը ես ուղղակի պաշտում եմ ու անընդհատ կարդում եմ այն հոդվածները, որոնք կան այս գրքում, անընդհատ վերընթերցում եմ։ Ամենօրյա գրականություն է այն ձեզ համար կարելի ասել։ Կա, այո։ Եվ փոքրիկ հուշում, որ մշտապես պետք է լինել երջանիկ։ Be happy։
Ես ժամանակ առ ժամանակ փոխում եմ այստեղի գրածը, բայց վերջին կես տարին չեմ փոխել, այսպես գրել եմ ու մնացել է։ Իսկ հիմա երջանիկ եմ եւ կլինեմ։ Հա, ստացվում է։ Այո։ Ստացվում է։ Նկարումով է պատկերված դուք, Լաուրա։ Այո։ Սա իմ ընկերներից մեկն է նկարել, Այո։ ինձ անակնկալ նվիրել ու իմ համար շատ զարմանալի էր, որովհետեւ ես չգիտեի, որ ինքը նման տաղանդ ունի։ Ես կարծում եմ շատ նման է ինձ եւ միշտ իմ կողքի պահարանի վրա է։ Եվ այստեղ իմ սիրելի մուլտիկից հրեշն ու գեղեցկուհին Զարթատուփ։ Ահա։ Այսպես։ Շնորհակալություն, մեր եթերաժամանակը կարծես թե ավարտվում է, ինձ մնացել է վերջին հարցը ձեզ տալ, դրա համար պետք է խնդրեմ, որպեսզի գնանք հյուրասենյակ Գնանք։ եւ ընթացքում նաեւ զրուցենք։ Լաուրա, խոսենք նաեւ պետության եւ պետականության մասին։ Խոսենք։ Ինչ է մեզ սպասվում։ Ամեն դեպքում դուք ավելի լավ եք ինֆորմացված, շփվում եք պատգամավորների հետ, չեմ ասում տեղեկատվության արտահոսք, բայց ամեն դեպքում ձեր կարծիքը հետաքրքիր է իհարկե։ Ես կարող եմ միայն ասել, որ երազում եմ, որ իմ տղան մեծանա անվտանգ, ապահով, խաղաղ Հայաստանում։ Ու վստահ եմ այդպես է լինելու։ Ինչ է պետք անել դրա համար։ Լավ կրթվել միշտ։ Կրթվել մանկուց, մանկապարտեզից, դպրոցում ամեն օր։ Կրթությունը մեզ պակասում է ձեզ։ Ես կարծում եմ կրթությունը միշտ քիչ է։ Ամեն օր պետք է կրթվել, ամեն օր պետք է նոր բան սովորել, ամեն օր պետք է լսել, դիմացինից օրինակ վերցնել ու սեփական օրինակով ցույց տալ քո երեխային, ինչպիսին պետք է լինի պատասխանատու քաղաքացին երկրի հայրենիքի համար։ Ըստ ձեզ հաջորդ աշխատանքը, որտեղ դուք կռեալիզացվեք, որը կլինի դա, կամ որը կուզեիք, որ լիներ։ Ես շատ կուզեմ աշխատել սպորտային ոլորտում, ունեմ փորձ այդտեղ աշխատելու, Փյունիկ ֆուտբոլային ակումբում եմ աշխատել, իհարկե կարճ ժամանակ, բայց դա ինձ համար ֆուտբոլը էմոցիա է, իսկ ես էմոցիոնալ մարդ եմ, դա ինձ համար 6 հիանալի ամիս էր, հետո ես հասկացա, որ նորից դեռ ասելիք ունեմ ազգային ժողովում, հետ եկա ազգային ժողով, բայց եթե փոխեմ ոլորտը քաղաքականությունից դուրս, պետական համակարգից դուրս, անպայման կուզեմ աշխատել սպորտային ոլորտում։ Որպես սպորտային մեկնաբան, ոչ, ֆուտբոլային ակումբի տնօրեն, գլխավոր քարտուղար, զարգացման տնօրեն, իմ ընկերուհին Աննա Նոհանյան, նոա ֆուտբոլային ակումբի զարգացման տնօրենն է։ Մեր ողջույնները Աննային։ Իմ ամենամոտ ընկերուհին է։ Մեր ողջույնները նրան։ Շնորհակալություն։ Հենց այս ողջագուրված տրամադրությամբ էլ մենք ասում ենք կարծիքով Աննան իմ ամենասիրուն ընկերուհին է, ինքը միշտ ասում է կաբլուկներով ամենասիրուն ընկերուհին։ Հրաշալի է։ Մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն դռան դիմաց։ Լաուրա, քանի որ մեր բացահայտումները անցան մեկ շնչով եւ մենք չհասցրեցինք Հենրիի հետ շատ ծավալվել եւ խոսել այդ ամենի մասին, չնայած ես վստահ եմ, որ ոչ հերու ապագայում մենք կունենանք հնարավորություն արդեն որպես հանրահայտ, հանրաճանաչ ֆուտբոլիստի այցելելու արդեն Հենրիին իր բնակարանում, չգիտեմ, քաղցած չէին սպասում, թե չէին սպասում հաղորդման շրջանակներում եւ արդեն լիարժեք իր հետ կունենանք բացահայտումներ, բայց ամեն դեպքում Հենրին խոսք ունի հղելու, այնպես որ տանք նրան հնարավորություն այդ խոսքը։ Վերջում ես կուզեի բարևել Հայաստանի հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանին, որին ես շատ սիրում եւ երկրպագում եմ։
Չեմ հավատում։ Հենրիներով գրավել եք դարպասները եւ անառիկ եք պահում։ Շնորհակալություն բացահայտումների, հետաքրքիր զրույցի եւ ինչու՞ չէ լավ տրամադրության համար Լաուրա եւ Հենրի։ Շատ շնորհակալ եմ։ Ինձ թվաց ասում եք Լաուրա, դուք ապահովում եք լավ աուրա։ Լաուրա, դուք ապահովում եք լավ աուրա։ Շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Ձեզ լավ օր։ Ձեզ նույնպես։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.